Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ձեր էկրաններին Բաննաստո քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք Հովհաննեսի ավետարանում նկարագրված մի շատ ուշագրավ պատմության մասին։ Տեր Հիսուսի զրույցը սամարացի կնոջ հետ։ Հիսուսը իր վաղ շրջանի ծառայության ժամանակ, իմանալով, որ աշակերտներ ձեռք բերելու հարցում իր հաջողությունները մտահոգում են փարիսեցիներին, հեռանում է Հուդայից և վերադառնում Գալիլեա։ Գալիլեա գնալու ճանապարհին Հիսուս անցնում է Սամարիայի միջով և կանգ է առնում Սյուքար քաղաքի մոտ։ Թեև Հուդայից Գալիլեա ամենակարճ ճանապարհն անցնում էր Սամարիայի միջով, հրեաները սովորաբար այդ ճանապարհով չէին գնում։ Հրեաների ու սամարացիների միջև առկա թշնամության պատճառով Հուդայից Գալիլեա և հակառակը գնալիս հրեաները հաճախ ճամփորդում էին Հորդանանի կողմով և անցնում Պիերիայի միջով։ 4:4 խոսքում ասում է, որ նա պետք է անցներ Սամարիայով։ Այս պետք-էի մեջ նաև շտապողականություն կա։ Եթե այդ ուղով ընթանար, 3 օրում կարող էր հասնել Գալիլեա։ Այնուամենայնիվ, այս պետք-են միայն դրա մասին չէ, այն նաև կապ ունի աստվածային ծրագրի հետ։ Հիսուսը պետք է անցներ այդ ճանապարհով, քանի որ նրա առաքելության մի մասը հենց սամարացի կնոջ հետ հանդիպումն էր և ավետարանի քարոզչությունը Սամարիայում։ Սամարացիները Իսրայելի հյուսիսային 10 ցեղերի սերունդն էին։ Այնուամենայնիվ, նրանք մաքուր հրեաներ չէին, ինչպես օրինակ հարավային թագավորության սերունդները, որ ապրում էին Հուդայում։ Այս մասին մենք խոսել ենք մեր նախկին հաղորդումներից մեկի «Պատմական աշխարհը Քրիստոսի առաջին գալուստին» թեմայով հաղորդման ընթացքում։ Քանի որ սամարացիները խառնածին էին, մաքուր հրեաները նրանց համարում էին անմաքուր, ինչը թշնամություն առաջացրեց մարդկանց այդ երկու խմբերի միջև։ Հաջորդ համարներում խոսվում է Հակոբ նախահոր պատմության և Հակոբի ջրհորի մասին։ Մինչ առաջ անցնելը կցանկանայի նշել մի տեղեկություն։ Հին կտակարանում այս ջրհորի մասին հիշատակում չկա, բայց տարբեր ուխտագնացությունների պատմություններից հայտնի է դրա գոյության մասին։ Այն գտնվում էր Գարիզին լեռան ստորոտին, մոտ 15 րոպե քայլելու հեռավորության վրա Սյուքարից։ Մինչ Տեր Հիսուս Հակոբի ջրհորի մոտ նստած էր, ճամփորդությունից հոգնած, այնտեղ է գալիս սամարացի մի կին ջուր հանելու։ Տեր Հիսուս սկսում է նրա հետ խոսել, նրանից ջուր խնդրելով։ Կցանկանայի նշել մի դիտողություն, որ սովորաբար ջուր էին քաշում կամ վաղ առավոտյան կամ երեկոյան, համեմատեք Ծննդոց 24-րդ գլխի 11-րդ խոսքի հետ։ Սակայն այս կինն ոչ սովորական ժամին էր եկել։ Նա եկել էր կեսօրին։ Դա կարող էր նշանակել, որ նա, լինելով մեղավոր կին, ցանկանում էր խուսափել այլ կանանց հետ հանդիպելուց։ Եվս մեկ նշում. այն, որ Հիսուս որպես տղամարդ խնդրեց ջուր կնոջից, արդեն արտասովոր էր, բայց առավել զարմանալի էր, որ նա հրեա նման բան էր խնդրում սամարացուց։ Տեր Հիսուսը պատասխանելով սամարացի կնոջ հարցին, չսկսեց անմիջապես քննարկել նրա մատնանշած հակասությունը։ Փոխարենը նա զրույցը տեղափոխեց ավելի բարձր մակարդակի։ Նմանապես, երբ նա հանդիպեց Նիկոդեմոսին, նույնպես խոսեց այլ իրականության մասին, քան այն, որին Նիկոդեմոսն էր սովոր։ Համեմատեք Հովհաննեսի 3-րդ գլխի 3-րդ խոսքի հետ։ Սամարացի կնոջ հետ զրուցելիս Հիսուս անում էր կարևոր մի քանի բացահայտումներ։ Ամփոփ ձևով նշենք այդ բացահայտումները։ Առաջինը. նա է կենդանի ջրի կամ հավիտենական կյանքի աղբյուրը։ Այստեղ Աստծո պարգևը նշանակում է այն ամենը, ինչ Աստված տալիս է մարդկանց փրկության համար։ Այս համատեքստում Հիսուսը խոսում էր կենդանի ջրի մասին, որը միայն նա կարող էր տալ։ Համեմատեք Երեմիայի 2-րդ գլխի 13-րդ, 17-ի 13-րդ խոսքերի հետ, որտեղ Աստված ներկայացված է որպես կենդանի ջրի աղբյուր։ Համեմատած այդ կենդանի ջրի հետ, այն ջուրը, որը կինը Հակոբի աղբյուրից վերցնում էր,
արժեզրկվում էր։ Այսպիսով Հիսուսը կնոջը կանգնեցրեց նույն ընտրության առաջ, ինչ ժամանակին Նիկոդեմոսին։ Նա պետք է ընտրեր կամ կյանքը այն իրականության մեջ, որն արդեն ծանոթ էր, կամ այն, ինչ գալիս է վերևից եւ չի ենթարկվում մարդկային վերահսկողությանը։ Եթե մեկը խմեր այն ջրից, որ Հիսուս կտար, այն նրա ներսում կդառնար ջրի աղբյուր, որ բխում է հավիտենական կյանքի համար։ Այս պատկերն էլ Հիսուս վերցրել էր հին գտակարանից, համեմատեք Եսայիայի 58-րդ գլխի 11-րդ խոսքի հետ։ Նման մարդուն կտրվեր մի աղբյուր, որից շարունակաբար կբխեր կենդանի ջուր։ Այս համատեքստում չենք կարող չհիշել Հիսուսի խոսքերը Հովհաննեսի ավետարանի 7-րդ գլխի 37-ից 39-րդ խոսքերում։ 38-րդ խոսքում ասվում է. «Կենդանի ջրերի գետեր կհոսեն նրա ներսից»։ Հովհաննեսը 39-րդ խոսքում նշում է, որ սա վերաբերում է Սուրբ Հոգուն, որին հավատացյալները պիտի ընդունեն։ Այսինքն Հոգին պիտի գործեր այդ մարդու մեջ որպես կենդանի ջրի աղբյուր։ Հավիտենական կյանքի համար արտահայտությունը պետք է հասկանալ երկու ձևով. նախ, որպես շեշտում, որ Հիսուսի տված պարգևը անվերջանալի է, հավերժական կմնա, եւ երկրորդը որպես նպատակ, այսինքն այս կենդանի ջուրը մարդուն տանում է դեպի հավիտենական կյանք։ Համեմատեք Հովհաննեսի 3-րդ գլխի 36-րդ եւ առաջին Հովհաննեսի 2:25-րդ խոսքերի հետ։ Երկրորդ բացահայտումը. ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով եւ ճշմարտությունով։ Այդպիսի երկրպագությունը կախված է երկրպագության ոչ թե վայրից, այլ ձևից։ Սամարացի կնոջ հարցը պարունակում էր այն հին վեճը, որը գոյություն ուներ սամարացիների եւ հրեաների միջև, կապված սուրբ վայրերի հետ։ Սամարացիները երկրպագում էին Աստծուն Գարիզին լեռան վրա։ Այս լեռան վրա, քանի որ այն գտնվում էր հենց Հակոբի ջրհորի դիմաց։ Այստեղ նրանք կառուցել էին իրենց տաճարը, որը մեր թվարկությունից առաջ 128 թվականին հրեաները քանդեցին հրեական մեծ քահանայապետ Յոհանան Հիրակնոս առաջինի օրոք։ Նրանց հիմնավորումն այն էր, որ Մովսեսի գրքերում այս լեռը նշված է որպես այն վայրը, որտեղից օրհնություն պետք է հնչեր ժողովրդի վրա։ Համեմատեք երկրորդ Օրինաց 11:29 եւ 27:12 խոսքերի հետ։ Հրեաները սակայն պնդում էին, որ Երուսաղեմն է այն տեղը, որը Աստված ընտրել է իր անվան համար, գրված երկրորդ Մնացորդաց 6-րդ գլխի 6-րդ խոսքում, եւ որտեղ պետք է մատուցվեն զոհեր, գրված է երկրորդ Մնացորդաց 7-րդ գլխի 12-րդ խոսքում։ Կինը այս հարցը բարձրացեց ոչ որպես թեման փոխելու հնարք։ Եթե այդպես լիներ, Հիսուս հաստատ չէր խորանա հարցի մեջ, այլ կվերադարձներ խոսակցությունը դեպի իր հիմնական ուղերձը։ Բայց նա չշեղվեց, այլ ընդհակառակը շատ մանրամասն պատասխանեց կնոջ հարցին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սա ընդունենք որպես մի իրական հոգևոր հարց։ Հասնելով առաջ ասենք, որ անգլերեն NIV ուսումնական աստվածաշունչը օգնում է հասկանալու այս երկրորդ բացահայտումը հետևյալ խոսքերով. ճշմարիտ երկրպագությունը պետք է համապատասխանի Աստծո էությանը, որը հոգի է։ Հովհաննեսի ավետարանում ճշմարտությունը զուգորդվում է Քրիստոսի հետ, գրված 14:6 խոսքում։ Փաստ, որը հույժ կարևոր է քրիստոնեական երկրպագությունը պատշաճորեն հասկանալու համար։ Երրորդ բացահայտումը, որ արեց Հիսուս, հետևյալն է. ինքն է Մեսիան կամ Քրիստոս, գրված խոսք 26-ում։ Ինքն իրեն հայտնելը ուշագրավ է, որովհետև Հովհաննեսի ավետարանը միակ արձանագրությունն է, որտեղ Հիսուս մասնավորապես նշում է, որ ինքը Մեսիան է, նախքան դատավարությունը։ Այդ նույն խոսքերը նա ասաց նաև հետագայում, երբ իրեն հայտնեց կույր ծնված մարդուն, գրված Հովհաննեսի 9-րդ գլխի 37-րդ խոսքում։ Ես եմ խոսքերը հիշեցնում են մեզ Աստծո հայտնությունների հին կտակարանում, մասնավորապես երկրորդ Օրինաց 32:39, Եսայիայի 41:4, 43:10 եւ այլ խոսքերում։ Հունարենում
Ego eimi արտահայտությունը նշանակում է ոչ միայն ես եմ, այլ նաև հաստատող պատասխան հարցին, այսինքն դու ես, պատասխանը այո, ես եմ։ Համեմատեք նաև Ղուկասի 22-րդ գլխի 70-րդ եւ Հովհաննեսի 9-րդ գլխի 9-րդ խոսքերի հետ։ Հիսուս մի քանի անգամ հայտարարում է այս նույն խոսքերը այս ավետարանում։ Հովհաննեսի 6:20, 8:24 եւ 28 եւ 13-րդ գլխի 19-րդ խոսքերում։ Հետաքրքիր է, որ բնագրում հիշյալ հայտնությունը, որն ընդգրկում է ես եմ ձևը, հաստատում է աստվածությունը։ Հովհաննեսի ավետարանում կարող ենք նմանատիպ մի քանի այլ պնդումներ գտնել։ Օրինակ, Հովհաննեսի 8:58-ը։ Աստվածության այս արտահայտության աղբյուրը Ելից 3-րդ գլխի 14-րդ խոսքը։ Աստծո Մովսեսին ներկայանալիս իր անունը տալու մեջ է։ Քննարկվող այս հատվածի հետագա տողերում կարդում ենք Սամարացի կնոջ Սյուքարում իր համաքաղաքացիների շրջանում արած վկայության մասին։ Կնոջ վկայությունը Տիրոջ վկայության հետ կապակցվելով դրդում է սամարացիներից շատերին դավանելու, որ Հիսուս աշխարհի փրկիչն է։ Սամարացիների դավանությունը կարևոր է, որովհետև ցույց է տալիս Քրիստոսի գործի համընդհանուր լինելը, որն ավարտին հասցվեց, երբ նա մահացավ խաչի վրա որպես ամենքի համար փրկանք։ Գրված է 1 Թիմոթեոս 2-րդ գլխի 6-րդ խոսքում։ Եզրափակելով այսօրվա մեր հաղորդումը, ասեմ, որ այս գլխի 27-րդ խոսքից մինչև 38-րդ խոսքերում աշակերտների հետ զրույցի ժամանակ Հիսուս հստակեցրեց, որ կյանքում իր հիմնական նպատակը, որն ավելի զորավոր է, քան կերակուրի հանդեպ ախորժակը, հոր կամքը անելն էր։ Դա ընդգրկում էր կորսվածներին ավետարանը քարոզելու առաջադրանքը, որպեսզի նրանք հավատային իրեն եւ ունենային հավիտենական կյանք։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ հաղորդման։